Մատնաչափը։ Կար չկար մի կին կար։ Նա երեխաներ չուներ, բայց շատ էր ուզում ունենալ ու չէր իմանում, թե որտեղից գտնի։ Ահա մի օր էլ գնաց պառավ վհուկի մոտ ու ասաց. Ես շատ եմ ուզում փոքրիկ երեխա ունենալ, չես ասի, թե որտեղից կարող եմ ճարել։ Քո ցավին կարելի է ճար անել, ասաց վհուկը։ Ահա քեզ մի գարու հատիկ։ Սա հասարակ գարի չէ, նրանցից չէ, որ ցանում են գյուղացիները, կամ թե որով կերակրում են հավերին։ Դու այս գարին դիր ծաղկամանի մեջ և կտեսնես, թե ինչ կլինի։ Շնորհակալ եմ քեզանից, ասաց կինը։ Վհուկին փող տվեց, գնաց տուն։ Տանը գարու հատիկը տնկեց ծաղկամանում, և իսկույն նրանից դուրս եկավ կակաչի նման մի գեղեցիկ խոշոր ծաղիկ, միայն թե նրա թերթիկները ամուր սեղմված էին, ճիշտ այնպես, ինչպես չբացված կոկոնինը։ Ինչ սքանչելի ծաղիկ է, ասաց կինը և համբուրեց նրա գեղեցիկ կարմրադեղին թերթիկները։ Բայց հենց այն րոպեին, երբ նա համբուրեց, ծաղկի մեջ մի բան խշշաց, և կոկոնը բոլորովին բացվեց։ Այժմ արդեն երևաց, որ դա իսկական կակաչ է։ Նրա մեջտեղը փոքրիկ կանաչ վարսանդի վրա նստած էր մի շատ պստլիկ աղջիկ, որը հազիվ մի մատնաչափ հասակ ունենար։ Դրա համար էլ նրա անունը դրին Մատնաչափ։ Ընկույզի կճեպը լաքով փայլեցրին ու դարձրին նրա օրորոցը, կապույտ մանուշակները ներքնակ, իսկ վարդի թերթիկը վերմակ։ Գիշերը նա քնում էր, իսկ ցերեկը խաղում էր սեղանի վրա։ Կինը սեղանին դրեց ջրով լի մի ափսե, մեջը ծաղիկներ դրեց այնպես, որ ցողունները ջրի մեջ էին, իսկ ծաղկաբաժակները պսակի պես շարված էին պռունգներին։ Ափսեի մեջ լողում էր կակաչի մի մեծ պսակաթերթիկ։ Մատնաչափը նստում էր այդ թերթիկի վրա և թիավարում ափսեի մի պռունգից մյուսը։ Նրա թիակները ձիու սպիտակ մազեր էին։ Այդ ամենը այնքան գեղեցիկ էր, այնքան սիրուն։ Մատնաչափը երգել էլ գիտեր, և այնպիսի նուրբ ու գեղեցիկ ձայն ուներ, որ այդպիսի ձայն դեռ ոչ ոք չէր լսել։